քնի։ Տեսար ինչ արեց։ Գնանք ներողություն խնդրենք ու վերցնենք գնդակը։ Բարև ձեզ։ Ներեցեք, պատահաբար ստացվեց։ Ուրեմն այդ դուք եք կոտրել իմ ծախանոցը։ Ինչ եք ասում։ Խոսքը գնդակի մասին է, որ ձեզ մոտ էր ընկել։ Ահ, դա։ Դարձրեք իհարկե։ Իսկ ծախանոցին ինչ է եղել։ Տեսնում եք, այստեղ ատամների հետքեր են։ Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը մի ամբողջ անկյուն է կրծել։ Ինչ-որ դինոզավր։ Ինչ եք ասում։ Դինոզավրեր արդեն վաղուց գոյություն չունեն։ Ճիշտ է։ Իհարկե պետք է պարզել ով է փչացրել ծախանոցը։ Բայց ինչպես։ Հետքերից դատելով այդ կենդանիներն անտառից են եկել։ Պետք է զննել անտառն ու հասկանալ, թե դա ինչ կենդանի է։ Տեսեք։ Ինչ-որ բան գտաք։ Ինչ եք խոսում։ Սա Բարսիկի Ստեփան Պետրովիչի կատվի հետքերն են։ Կատուն նման բան չեր անի։ Առանց խոճապի։ Ես կպահեմ ծառը։ Ուրա! Ես ամեն ինչ հասկացա։ Կենդանիները, որոնց փնտրում ենք, կուղբերն են։ Միայն նրանք կարող են այդպես կրծել ծառը։ Բայց կուղբերը ջրի մոտ են ապրում։ Այնտեղ իրենց բույնն են շինում, որ ջեր են փորում։ Ինչու պետք է փչացնեին Ստեփան Պետրովիչի ծախանոցը։ Ամեն ինչ պարզ է։ Ջուրը բարձրացել է, ծածկել կողբերի թումբն ու ջրով լցրել նրանց որջը։ Հիմա նրանք նոր տուն են փնտրում, բայց չեն կարողանում գտնել։ Ուրեմն նրանք ոչ թե վնասարարներ են, այլ տուժողներ։ Դե իհարկե։ Խեղճ կուղբեր։ Եթե իրենց համար նոր տուն չգտնեն, կարող են սատկել։ Պետք է օգնենք նրանց։ Մենք կողքից ջրանց կկառուցենք ու ջրի մակարդակը կիջնի։ Ես կփորեմ, տոր, դու մաքրիր հողը, դո, իսկ դու հարթեցրու։ Անկի, դու թումբը մաս-մաս կվերադարձնես իր տեղը։ Տրակ։ Լավ, դու կհետևես կատվին։ Տուրբոզավրեր, առաջ։ Ստեփան Պետրովիչի ծախանոցը ոնց նորոգենք։ Կարծում եմ դա էլ կարելի է վերականգնել։ Կարևորն այն է, որ Տերը մեզ չտեսնի։ Ստիպված ենք ջանք թափել։ Ես ու Անկին կբերենք կուղբերի կրծած ծառերը, տրակ։ Դու կօգնես տեղադրել դրանք։ Տոր եւ դո հարթեցրեք հողը։ Ձեր քեզ համար հատուկ առաջադրանք կա։ Թռիր ջրամբարի մոտ ու տես կուղբերը վերադարձել են թե ոչ։ Լսում եմ։ Տուրբոզավրեր, առաջ։ Հրաշալի նորություններ ունեմ։ Կողբերն իրենց որջն են վերադարձել։ Այո։ Հիմա ամեն ինչ լավ կլինի։ Ինչ կա Բարսիկ, մի լավ զբոսնեցիր։ Ստեփան Պետրովիչը վերադառնում է։ Տուրբոզավրեր, թաքնվում ենք։
Հիմա պետք է վարպետներ կանչենք, որ նորոգեն ցախանոցը։ Վայ, Ներեցեք, մեր գնալու ժամանակն է։ այո, իհարկե։ Դու ինչ-որ բան հասկացար։ Ես ոչինչ։ Սեղմիր գրանցվել կոճակնով, մենք ավելի հաճախ կհանդիպենք։ Եվ ահա արքայազնի վանը։ Պետյա, դու մուլտֆիլմ միացրու, իսկ ես գնամ պապաղակ բերեմ։ Շատ չենք ուտի, կարելի է։ Ահա։ Հեռուստացույցը չի աշխատում։ Ոչ էլ սառնարանը։ Պաղպաղակը լրիվ հալվել է։ Մեր լույսն են անջատել։ Ոչ մուլտֆիլմ, ոչ պաղպաղակ։ Հիմա ոնց ենք ապրելու։ Դե, այնպես ինչպես առաջ էին ապրում։ Ինչպես հին ժամանակներում։ Ահա, սա իմ հին, ավշի, դինամո մեքենան է։ Պատտելու դեպքում էլեկտրականություն է արտադրվում։ Լավ, գնամ տեսնեմ հարևանները լույս ունեն թե չէ։ Ավշի։ Չի ստացվում, ժանգոտել է։ Երևի պետք է ուժեղ պտտել, որ լամպը վառվի։ Սա ժանգոտ է, ով կարող է պտտել։ Արի տուրբոզավրերին կանչենք։ Տուրբոզավրեր կանչել եք։ Թույլ տվեք մասնագետները գործի անցնեն։ Գործը մասնագետին թողենք։ Շատ ճիշտ է։ Իսկ դու Զեր թռիր հետախուզության եւ իմացիր, թե ինչու երեխաները լույս չունեն։ Տուրբոզավրեր առաջ, 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 տուրբոզավրեր առաջ։ Հոսանք չկա, որովհետև հողմաշարժիչներից մեկն ընկել է ու… Ինչու եք այդպես նայում ինձ վրա։ Հողմաշարժիչը թեքվել է քամու պատճառով։ Իսկ վրայի պտուտակն ինչի համար է։ Կարծես դինամո մեքենա լինի։ Միայն թե այստեղ քամին շարժում է թիակները, իսկ դրանք էլեկտրականություն են արտադրում։ Արդյունքում տանն աշխատում է սառնարանը, հեռուստացույցը եւ լույս է վառվում։ Հողմաշարժիչը նորոգելու համար նախ պետք է տեղը դնել։ Թրակ, դու կբարձրացնես, մենք կօգնենք, իսկ դու Զեր կթափահարես դրոշակը հենց որ շարժիչն ուղղի։ Բարձ է, տուրբոզավրեր առաջ։ Էլի, այդպես, ես խորությունն էի ստուգում, զգույշ, փոսը խորն է։ Ես մեղվին եմ քշում, քշ։ Պետք է վերևից կապել, բայց անքի ճոպանը կարճ է։ Ես գիտեմ ինչ պետք է անել։ Զիլ է։ Ուրա, բարձրացվինք։ Ուրա! Հիմա քաղաքն էլեկտրականություն ունի։
5 րոպեից կպնդանա ու քար կդառնա։ Ոչ մի փոթորիկ տեղից չի պոկի։ Իսկ կոճը ո՞նց հանենք։ Պետք է բռնել։ Տուրբոզավրեր վազենք կոճի ետևից։ Ամեն դեպքում էլեկտրականությունը շատ կարևոր ու օգտակար հայտնագործություն է։ Տատիկ, մենք մեքենան պատտեցինք, բայց լամպը չվարվեց։ Ինչու։ Օ, այդ լամպը 100 տարի առաջ է վառվել։ Ուզում ես նոր սերիաներն առաջինը դիտել։ Սեղմիր գրասվել կոճակը։ Ծնունդդ շնորհավոր Թրակ։ Իսկ սա քեզ մեր կողմից նվեր։ Մեր ընդհանուր լուսանկարը։ Իսկ հիմա Թրակ, փչիր մոմը ու նվիրական երազանք պահիր։ Ու ինչ, կարծում եք կկատարվի։ Անպայման կկատարվի։ Ես շատ եմ ուզում սովորել սկեյթ քշել։ Սկեյթը գցում ես առջևդ և ընթացքի ժամանակ ցատկում վրան։ Խնդրեմ։ Պարզ է, գցում եմ սկեյթը առջևս և ընթացքի ժամանակ ցատկում վրան։ Քշելու ինչ անսովոր ոչ։ Լավ, հիմա փորձիր ավելի խնամքով։ Եվ ստացվում է։ Շատ լավ է։ Բայց կարծում եմ, մեզ ավելի մեծ սկեյթ է պետք։ Ես մի միտք ունեմ։ Ահա, կմարզվես սրա վրա։ Միայն թե խնդրում եմ չկոտրես, թե չէ տատիկի ձեռքից չենք վրցնի։ Եկեք Թրակի համար հատուկ ճանապարհ կառուցենք։ Ուրա, մենք Թրակի համար ճանապարհ ենք կառուցում։ Ճանապարհ Թրակի համար, ճանապարհ Թրակի համար։ Ճանապարհը հենց այստեղ էլ կկառուցենք։ Ես կմաքրեմ ավազը, տորը կկոտրի քարերը, անկին կբեռնի ու կտեղափոխի, իսկ Թրակը կտեղադրի ցանկապատը։ Խնդիրը պարզ է։ Տուրբոզավրեր, առաջ։ Տեսնենք, թե ինչ ճանապարհ է ստացվել։ Սպասիր, ինձ սպասիր։ Թրակի համար ճանապարհը պատրաստ է։ Պատրաստ է, բայց փոշին շատ է։ Ապսի։ Փորձիր Թրակ, մի վախենա։
ամեն ինչ կհաղթարես։ Քեզ տեսնենք, հրաշալի է, ամեն ինչ ստացվեց, ուռա։ Շնորհակալ եմ բարեկամներս, որ նվիրական ցանկությունս իրականություն դարձրեցիք։ Ինչ գեղեցկություն։ Այ քեզ բան։ Հոյակապ է, կեցես։ Իդեպ շուտով իմ ծննդյան օրն է։ Լավ կլինի, եթե նվիրական ցանկությունս նախորոք պատրաստեմ։ Ես ուզում եմ Սեղմիր գրանցվել կոճակը ու նայիր տուրբոզավրերի նոր սերիաները։ Ինչ թորնիկներ ունեն, ինչ եք նկարում։ Ես թատրոն։ Իսկ ես բալետ։ Տատիկ, բալետ վաղուց ես տեսել։ Ես վերջերս, իսկ այս Ստեփան Պետրովիչը եւ թատրոնում եւ բալետում վաղուց չի եղել։ Ինչու։ Պետյա, արի Ստեփան Պետրովիչին ուրախացնենք։ Լավ, ցույց տանք այն պարերը, որ դպրոցի համար էինք պատրաստել։ Բայց մեզ բեմ է պետք։ Հո նրա համար դպրոցում չենք բարել։ Կատյա, ես գիտեմ, թե մեզ ով կօգնի բեմ կառուցել։ Ես էլ գիտեմ։ Իսկ ես օրինակ չգիտեմ, թե ինչ է թատրոնը։ Ես էլ բալետը չգիտեմ ինչ է։ Իսկ ես ոչ մեկի մասին գիտեմ, ոչ էլ մյուսի։ Դա նույն կինոն է, բայց կենթանի դերասաններով։ Էկրանի փոխարեն էլ բեմ է։ Եկեք միասին ամառային թատրոն կառուցենք։ Իսկ ես հենց նոր լավ տեղ եմ գտել կառույցի համար։ Հենց Ստեփան Պետրովիչի տան մոտ, բայց այնտեղ ինչ-որ գերաններ են ընկած ու մի հին բրեզենտով ծածկված շինարարական վագոն կա։ Այդ բոլորը կարելի է օգտագործել ձեռ։ Ուրա, տուրբոզավրեր, առաջ։ Նախ պետք է բեմի համար տարածք ազատել։ Լավ, կազատել։ Ոյ։ Չմոռանաս դահլիճի համար էլ տեղ ազատել։ Այս կողմ, Անկի, ինչու ես առանց գործ կանգնել։ Վերցրու գերաններն ու դրանցով բեմ կառուցիր, նկարածիս նման։ Հավասար, ավելի հավասար շարիր։ Ձեր, դու իսկական հուշարար ես։ Իսկ վիրավորելն անպայման չէ։ Վիրավորվելու ինչ կա։ Հուշարարն այն մարդն է, ով թատրոնում դերասաններին իրենց դերն է հուշում բեմի դիմաց գտնվող հատուկ խցիկից։ Այո, ես բնատուր հուշարար եմ։ Չէ որ հուշել շատ եմ սիրում։ Իսկ ուր է իմ հատուկ խցիկը։ Հոյակապ է, թատրոն։ Դու գիտես թե թատրոնն ինչ է։ Շատ ամոթ է, եթե որևէ մեկը դա չգիտի։ Ես արդեն վաղուց եմ երազում պրիմադոննա դառնալ։ Իսկ դա ով է պրիմադոնան։ Դա ամենագլխավոր դերասանուհին է։ Ահա, ես էլ քեզ բարերը կհուշեմ։ Ես էլ հուշարարների պրիմադոննան եմ։ Երևի մոռացել եք, որ ներկայացումը տատիկի ու Ստեփան Պետրովիչի համար է։ Իսկ նրանք չպետք է դինոզավրեր տեսնեն։ Դրա համար էլ լավ կլինի թաքնվեք։ Բայց մենք թաքնվել չենք ուզում։ Մենք էլ ենք ուզում նայել։ Իսկ ես երգը գտել եմ։ Պետյա, Կատյա, մեզ բրեզենտով ծածկեք։
Թող տատիկն ու Ստեփան Պետրովիչը կարծեն, թե թատրոնը շարժական է, անիվների վրա։ Հիմա ամեն ինչ կտեսնեք։ Անձամբ ես ոչինչ չեմ տեսնում։ Այսպես։ Վերջ, հանգիստ նստեք։ Գնում ենք հանդիսատեսի հետևից։ Դոր, արի տեղերով փոխվենք։ Քեզ մոտ անցքերն ավելի խոշոր են։ Ոնց որ թե ոչ մի բան չկասկածեցին։ Ահա։ Բրավո։ Բրավիսիմո։ Ուղղակի գերազանց է։ Մեզ լավ զվարճացիք։ Վասեմ տուն եւ այս առիթով բոլորիս համար համեղ դրփաբլիթներ պատրաստեմ։ Ես կօգնեմ։ Շշմելու էր։ Չգիտեի, որ դուք պարել գիտեք։ Ես օրինակ չէի կարողանա։ Թեև պրիմադոննա եմ, բայց ձեզ չեմ հասնի։ Ես այդպես չեմ խաղում։ Հուշելու ոչինչ չկար։ Ոչ մի գործ հուշարարի համար։ Հավանիր այս տեսանյութը, եւ մենք ավելի հաճախ կհայտնվենք։ Այ, Իպոլիտ։ Ոնց էլ չես հոգնում։ Իհարկե չի հոգնի։ Տատիկին է քաշել։ Ինչ իմաստավ։ Գիտես, միշտ երազել եմ մրցարշավի մասնակցել։ Այ քեզ բան։ Եվ որտեղն ես գրավել։ Ոչ մի տեղ էլ չգրավեցի։ Շարժիչը փչացավ անմիջապես մեկնարկից հետո։ Իսկ հիմա, իհարկե շատ ուշ են նման բաներով զբաղվելու համար։ Հաջորդ շաբաթ քաղաքում մրցարշավ է լինելու։ Գիտեմ։ Արի տատիկին անակնկալանենք։ Թող մասնակցի մրցարշավին։ Իսկ մեքենան։ Կհամոզենք դոին։ Բայց ո՞նց ենք բացատրելու մեքենան ինչու է ինքն իրեն շարժվում։ Խնդիրը բարդ է, բայց անկարելի ոչինչ չկա։ Իսկական մրցարշավ։ Ու ես պիտի մրցեմ ուրիշ իսկական մեքենաների հետ։ Ես դեռ պատրաստ չեմ։ Ես կսլանամ ու կփայլեմ։ Ճիշտ է, իսկ տատիկը կնստի եկին։ Այդ դեպքում նրան ստիպված կլինենք ասել, թե իրականում ովքեր ենք։ Բարեկամներ, խոստանում եմ, ոչ ոք ոչինչ չի իմանա։ Բա ոնց։ Տատիկը կնստի ու մեքենան ինքն իրեն կսլանա։ Ու տատիկը բոլորովին չի զարմանա։ Այդպես էլ կլինի։ Լավ, տեսնենք ոնց ես հաջողացնելու։ Չգիտեմ։ Ինչ տարօրինակ բան կա որ։ Բարի օր։ Ձեր մեքենան պատրաստ է շահագործման։ Ճանապարհածած կույտը հարթ է։ Եղանակային պայմանները բարենպաստ, բայց կա տեղումների փոքր հավանականություն։ Նա խոսում է։ Եվ լսում եք հորահանգները։ Ինքդ նայիր։ Հիմա դոյին արդեն ոչ ոք չի խանգարի հաղթել։ Ինչ տեղատարափանձրև է։ Հուսով եմ մրցուղին չի վնասվի։ Առավոտյան կստուգենք։
մրցարշավին չի մասնակցելու։ Իհարկե մասնակցելու է։ Տուրբոզավրերը կօգնեն մեզ։ Չկասկածեք, իհարկե մենք ամեն ինչ կուղենք։ Տուրբոզավրեր, առաջ։ Հանդկի, դու բարձրացնում ես նստարաններն ու իրենց տեղն ես դնում։ Տրակ, դու ամրացնում ես անվադողերով պատվարը։ Ես վերականգնում եմ մրցուղին։ Տոր, դու այն հարթեցնում ես։ Դու կստուգես ծածկույթի որակը։ Ձեր, Ես այստեղ եմ։ դու վերականգնում ես նշագծերն ու վերջնագիծը։ Ես հաղթեցի մրցարշավը։ Մենք տեսանք։ Ուռա! Հիմա ես ընդամենը մեկ անկատար երազանք ունեմ։ Ինչ երազանք։ Թրջել տիեզերք։ Ինչ կա որ։ Մեկ էլ տեսար մի օր մի հրաշք ինքնագնաց տիեզերանով հայտնվի։ Դե, ինչ կա որ։ Հնարավոր է։